Հարութանու շախերը գնում է դառնա հայոց բանակի քաջ զինվոր։ Անգերուհի ունես, անգերուհիներ։ Այդ պատճառով մենք եկել ենք նվերներով եւ եկել ենք սանիկների կողմից, ովքեր գտնվում են հեռավոր Ռուսաստաններում։ Ով կմտածեր, որ կնունքի օրը ստանալու է նշանադրության առաջարկություն։ Իսկ անակնկալը ես միանգամից չեմ ասելու, որովհետև բաժանեցի ձեզ ակամայից այդպես ստացվեց։ Դե հիմա ես միացնեմ նորից ձեզ։ Ունենք շատ գեղեցիկ անակնկալ, սիրված հայրիկին, դստեր կողմից Կարինեի, ով գտնվում է Եվրոպայում եւ այս պահին այստեղ չի, որ ինքը անձամբ գնա շնորհավորի։ Անեցել պինդ նստել էստեղը, սպասում ես հյուրերին։ Մեր մեծ աղբեր Նորիկի ծննդյան օրն է եւ նա ունի անակնկալ դստեր ընտանիքի կողմից Կարինեի, նրա ամուսնու եւ իհարկե նրանց որդու Արսենի կողմից։ Գնում ենք Սուսաննա Աբովյանի ծննդյան օրը շնորհավորենք։ Էս ինչ լավ ծնունդ եք դուք անում։ Էս ինչ լավ մարդ։ Շատ հավատարիմ հետևորդուհին է եւ դեռ վաղուց։ Շատ հզոր է լինելու։ Նա չգիտի, որ մենք գալիս ենք, ես համար շատ հետաքրքիր է նրա ռեակցիան։ Այդ որ ծնունդ եք անում, այ հիմա իմ ծնունդը։ Ո ծնունդը հատուկ շնորհավորելու։ Հա, հավատա, մենք ենք եկել, հա։ Պարմից ասին տեսել ես։ Քանի որ դու շատ ես մեր տեսանիքները, ես կնվիրեմ, չեմ կարող նվիրեմ։ Օրո, ես մի հատ նվեր չի։ Ապեր այս շորից նա կդզվի ուղղակի։ Եկել որ բարեկամներ, հարգանքներս, մենք գտնվում ենք Աշտարակում, Աշտարակ քաղաքին մոտիկ, 2 մետր ամնում հասնես Աշտարակ։ Այս հատվածում մենք շատ ենք եկել, բայց եկել ենք Աշտարակ հոլ։ Աշտարակ հոլ ենք եկել, ցույց տվիր Աշտարակ հոլը։ Իսկ այս անգամ եկել ենք նրան կից մի ուրիշ հանդիսությունների սրահ, անունն էլ Էվելինա։ Էվելինա հանդիսությունների սրահում ենք, որտեղ այսօր նշում են Սուրբ Մկրտության առիթ։ Այսօր մկրտվել են Արգիշտին, Եվան եւ Հարութը, 3 երեխաները, մեր մեծ աղբեր Բագրատի եւ Ամալիա Քույրիկի երեխաները։ Ինչն է հատկանշական, որ մեր Հարութ անուշ աղբերը գնում է դառնա հայոց բանակի քաջ զինվոր։ Այսօր համ մկրտություն է, համ էլ բանակի քեֆ կարելի այսպես համարել։ Այդ պատճառով մենք եկել ենք նվերներով եւ եկել ենք ում կողմից, ասեմ, չէ, սանիկների կողմից, ովքեր գտնվում են հեռավոր Ռուսաստաններում։ Եվ նրանց շնորհավորանքը նվերը հասնում է Քաբորին, Քաբոր կնոջը եւ իհարկե Հարութին, ով պետք է գնա ու ծառայի։ Եվ սանիկներն են Ժորժը ու Վարդը։ Ինչպես նաեւ նրանց փոքրիկ դուստրը Լուսին ունի մաղթանք։ Մինչ այնտեղ կդնեմ այս մաղթանքը, մենք բոլորս լսենք, նոր գնանք։ Մի խոսքով մեր փոքրիկ հրաշքը մաղթում է Հարութին ամփորձանք ծառայություն, բոլոր հավաքվածներին ողջունում է։ Հիմա հələ տեսի սիրտը անում։ Սիրտը անում։ Լուսին։ Ահալները Ամալիա Բագրատ, Հարութ։ Զավենը այսօր ընկերներ մեզ ուղեկցում է 90 ԶՍ 100։ Մենք Զավենին չենք նկարելու, այդպես ենք պայմանավորվել։ Արի Հարեթանք ներս։ Բարես աղբեր։ Հազար բարին, ո՞նց ես։ Կանունն ի՞նչ է աղբեր։ Նարեկ աղբեր։ Հետևում եմ ես։ Ապարես աղբեր ես։ Էս կնունք է աղբեր։ Բարել ես, նորմալ ուրախացել ես, չէ։ Չէ լավ, չէ լավ։ Աղբեր դες անակնկալ կա։ Մեր բան միազ։ Անակնկալ есть у нас։ Հա։ Չէ, ասա անակնկալ ունենք Շանթ աղբեր։ Շանթը մեր շատ լավ անուշ աղբերն է։ Վարդան, Շանթի հետ գիտես որտեղ ենք հանդիպել։ Լճերը հիշում ես Աբովյանի։ Է որ մտավ սաղձերից ծեր ասած։ Հիշում ես։ Այսօր չի ասելու։ Այսօր խոսքա տվել։ Ապրի Շանթած։ Շնորհակալ եղեք բարեկամներ, ես մեկը ուզում եմ հասկանալ, թե ոնց է մեր բոլորի դրամատրությունը, եկեք ծափարությունները հասկանան։ Շատ բարձր է մեր բոլորի դրամատրությունը, այս պահին մի գեղեցիկ հայտարարություն ունեմ անելու։ Բարեկամներ, մենք ունենք այս պահին գեղեցիկ անակնկալ։ Խնդրեմ բարձր երջանք ծափերի ներքո դիմավորենք մեր
անակնկալ։ Ծափերը բարձր։ Շնորհակալ եմ շատ, բարև ձեզ, ինչպես է տրամադրությունը, լավ եք, հա? Լավ է, լավ, մանավանդ վերջերը շատ լավ է, ծափերից զգացվում է, բարև եք հավաքվել, շատ գեղեցիկ, սուրբ առիթի եք հավաքվել, շատ հաճելի է բոլորիդ այստեղ տեսնել, բայց կրկնակի եռակի քառակի, հարյուրավոր անգամ հաճելի կլինի, երբ որ այսօրվա մկրտվողները եւ նրանց ծնողները գան այստեղ, հրավիրում ենք այստեղ ձեր ծափերով, մեր աղբեր Բագրատին, նրա կնոջը Ամալիային եւ երեխաներին։ Գալիս է։ Չէ, վստահ եկեք, ձեզ մտածելով չեմ, այն դե սիրուն ձեր անկյունում կհագնեք, էլ տեսեք ինչ սիրուն է։ Այսօր օրը սուրբ է, գեղեցիկ խորհուրդ է իր մեջ պարունակում, աչքներդ լույս լինի։ Մենք եկել ենք շատ կարևոր մարդկանց կողմից, ովքեր այսօր ձեր կողքին չեն այս պահին ֆիզիկապես, բայց հոգով սրտով ու ուրախանալով ձեր կողքին են, դրա համար մենք եկել ենք ու իմ ձեռքում ծաղիկներ են, որ խաղացնում եմ, հեսա կտամ ձեզ, տալու եմ, նվեր են բերել, մենմա Հարութը գա, Հարութ, եկավ Հարութը ծափեր տվեք, որովհետև Հարութը շուտով դառնալու է հայոց բանակի հպարտ, հզոր զինվոր, ապրես Հարութ, էտե հան, էտ մեզ պետք չի, ես ինչի համար եմ քեզ կանչել, որովհետև առաջին նվերը խորհրդանշական ուզում եմ հենց քեզ հանձնել, որովհետև ով մեզ ասել է գանք այստեղ, հիմնականում քո համար ենք եկել, քեզ շատ են սիրում։ Կասկածներ ունես ով ասել։ Անգերուհի ունես։ Անգերուհիներ։ Ուրեմն իրանք չեն, ուրիշ մարդու կողմից այս վերցրու։ Սա ոսկի նվեր է, հələ բաց հատուկ քեզ համար է այս նվերը։ Իր մեջ խորհուրդ ունի շատ լուրջ։ Հա, նա չի շահան, հələ։ Քեզ քո նկարով, մաղթանքով, ճիշտ է, այսօր ձեր հոգևոր ծննդյանորն է, բայց շուտով գնալու ես բանակ։ Եվ այս նվերը ընկերներ, նվիրված է մեր Հարութին, անփորձանք ծառայություն եւ բարի վերադարձ խորագրով։ Երբ որ կգնաս, նվերը կհանձնես հայրիկին, որ 2 տարի պահի հետ գաս, բացեք, խմեք, քեֆ անեք։ Իսկ հիմա քանի որ պապան է պահելու կոնյակը, ես պապային ծաղիկներ կտամ։ Չեմ նվիրի, կտամ այսպես, հավեսով, գիտես ինչի համար եմ տալի։ Նվիրես տիկնոջը, մետ է պաչի։ Կրկնում եմ որ սիրում եմ քեզ, իմ սեր։ Այդպես մատ գրկի էլի նորմալ։ Նասարտիս մեջ կպահեմ ես ամեն։ Ես որ դու հիմնես Գեղեցիկ ընտանիք, լավոր, ացօրգությամբ լինենք բոլորս մեր հոգևոր աշխարհում ծնվածներին բարի ծնունդ, առողջ լինեք, լավ լինեք բոլորդ, իսկ անակնկալը ես միանգամից չեմ ասելու, որովհետև հատուկ ձևով ենք որոշել այն ձեզ հայտնել, հիմա ես կհայտնեմ ընդամենը, բայց ես չգիտեմ դուք լրիվ կհասկանաք ինչ է ասում մեր անակնկալ առողը, թե չէ, որովհետև նա մի քիչ փոքրիկ է։ Դուք հուսով եմ բոլորդ էլ պարզ լսեցիք, որ մեր փոքրիկ Լուսին ասում էր բարով եք հավաքվել, բոլորից շատ է սիրում, բոլորից շնորհավորում է, Հարութին առանձնապես, Հարութ քեզ էլ ասաց անփորձանք կգնաս, կծառայես, հետ կգաս, բանակիդ քեֆին ստեղ ենք ելնելու։ Ժորժի, Վարդի եւ փոքրիկ Լուսիի կողմից էր անակնկալը, ձեզ լավոր բարձր տրամադրություն, իսկ մենք գնանք Շանտուրես արի քո խոսափողը տամ քեզ, շնորհակալ եմ բարեկամ, ապրեք ծափերի համար։ Շնորհակալություն ընկերս, այլ ավելի բարձր ծափեր, եկել տաղանդավոր ընկերություն։ Շնորհակալություն։ Նկար էլի այն։ Ես Ժորի պապան եմ, աղբեր։ Հա։ Մերտե աղբեր եմ։ Ընտրեմ։ Հələ դու հələ դու ես դու զորին, հա, ապեր, հա, հիշ, ասեմ դեմքը ծանոթ է, այդ բարև ձեզ, բարև հարգանք։ Լավ հետ։ Մեռնեմ սրտի։ Եմ որ ասպես Վարդան ադաշսա։ Վարդանը, Վարդան մեծ աղբեր։ Վարդան, հա։ Լելսի։ Հա։ Իրար թամամ տենանք։ Թամամ ենք, հա։ Ուրախ տենանք աղբեր, առողջ կլորորվում։ Էլա դե նարեկս, ձեզ լավ։ Ջան,
Անուշ խմեք, լավ որ բոլորիդ։ Բարեկամներ, ես իմ քուրքան չմոռացա։ Հիմա մենք կամաց գնում ենք դեպի Ջան, Ստեփաննես։ Ջան, ուր ես այդ ապրեցում եմ Եղեգնաձորից տաղայ մա այդքան հերբից եկել եմ։ Աղբերներ չեք մրցում, դու չեք մրցում աղբերներ, այ դուք չեք մրցում, դու։ Տակից կարճ է թվում։ Կոնը տակը կոնը բաներ կամ արգիշտ, դու ուժեղ անուն ես արգիշտ։ Դու ուժեղ ես, դրա համար ուժեղ ես, այսպես, հա, չես մրցում։ Ես իմ գործն ես անում աղբեր։ Ես կանեմ աղբեր, ուր տանեմ, ասա։ Աղբեր, այս անգամ արդեն դու ընկել ես սայթի մեջ։ Ուր դնեմ, ասա աղբեր։ Այնտե, ընդ է, ստե։ Այստե։ Ձևավորողներ։ Ես ում ծնունդն է բա։ Նշանադրությունն է, ով է նշանվում։ Հա։ Որ կնքվում էր, հիմա նշանվում է։ Լրիվ նա չգիտի, բա երբ եք որոշել նշանեք, հիմա։ Կաղա մնանք էտ է նկարենք։ Տորթը, հա, ստե դնեմ, հա։ Ես դու ես ձևավորում հիմա։ Ինչ ես ան, վերևն ես դնում տորթը, հա։ Կխանգարի էլի ամեն դեպքում, հա։ Ախպեր էլի պետք է աշկերը փակեն անեն դուս, հա ժողովուրդ։ Բարեկամներ, եթե համը չհանենք, եթե մեզ այստեղից չվռնդեն, նկարելու ենք նշանադրության բան, այս ամեն ինչը։ Նշանվում է մկրտվողը հենց։ Այսինքն մեր Եվա էր անունը, Եվա քույրիկը այսօր նշանադրության առաջարկ է ստանալու, այս պահին ոչինչ չգիտի։ Ուր է նրա կեսը, հա, ուր է։ Անունն ինչ է Եվայի կես։ Դանիել։ Այ իմ ընկերն է, անդեր նոր եկել էր հետս ընկերություններ ամ։ Դանիելը սարա։ Նկարում ենք, всё, մենք ունենք թույլատրություն։ Քույրիկը մեր հաղորդումները եւ մեզ շատ է սիրում, դրա համար ես մենք էլ կնկարենք։ Ուր է Դանիելը։ Ճակատագրական բան անես։ Այո։ Մենք նկարել ենք, իմացար։ Քուրիկն էլ ասել է ես եմ ստեղ ռազիշեն տվողը, տալիս եմ, արդեն նկարել։ Դե ուրախությունով էլի բռնած այդ գործը։ Հեսա դու մրցելու ես ահագին, հենց էսի հանիր, սիրում պես այդ կերպարանքն դու սկսել ես մրցել։ Անես որ շուտ մի հանվի, կայնի։ Դու մի աղջիկ ես, մեկն ես իր բարի աչքեր միակն ես ով լցրել է Ես ինձ սիրունիկ է Sabor երազի պես Շիկ ես Հարևաշող լույս աղջիկ ես Դու անսահման գեղեցիկ ես Եկել է օրա ինձ կգիր Համբուրիր, որ բացեն գաղտնիքը մեր սիրտ Մեր բախտը ուրել մեզ տանի, ուրել մեզ Բա անկերներ նորանշանածներն են եթերում Ով կմտածեր, որ կնունքի օրը ստանալու է նշանադրության առաջարկություն և նշանադրվելու է իր սիրեցյալի հետ
Պլյուս բանակի քեֆ, քույրիկը կրկնակի երակի քառակի բախտավոր օր ունեցավ։ Շնորհիվ իր հարազատների եւ սիրեցյալի։ Այսքան մարդ ծափերը բարձր։ Ահա բարեկամներ, այսքանը մենք ինչպես միշտ կեսից հեռանում ենք, որովհետև մեզ ստեով է կանչե, որ եկել ենք էլի մեր համար, եկել ենք, նկարեցինք, հիմա գնում ենք։ Այսօր մեզ հետ է մեր ընկեր Անուշ ախպեր Զավենը, ով միշտ պատրաստ է մեզ օգտակար լինել, երբ որ պետք է, երբ որ պետք չէ, երբ ուզենք։ Շնորհակալ ենք քեզ Զավեն, տեսար ինչ գեղեցիկ պահ էր։ Նշանադրություն, բարեկամ։ Նշանվեցին եւս մեկ զույգ հայոց աշխարհում։ Իսկ մենք այդ առիթով միայն ուրախ ենք եւ շնորհակալ եւ երախտապարտ։ Գնացինք առաջ։ Երջանիկ երազի Բարեկամներ, հարգանքներս այսօր դեկտեմբերի 26-ն է եւ մենք մեծ սիրով եկել ենք հայոց աշխարհի սրբագույն Սուրբ քաղաք Սուրբ Էշմիածին։ Այո, հենց այստեղ է իջել Սուրբ Միածինը եւ հենց այդ առիթով կառուցվել է Սուրբ Էշմիածին վանքը, որը մինչ այսօր համարվում է համայն հայության քրիստոնեության կենտրոն։ Այնպես որ մենք հիմա սուրբ տեղում ենք եւ այստեղ ունենք շատ գեղեցիկ անակնկալ սիրված հայրիկին դստեր կողմից Կարինեի, ով գտնվում է Եվրոպայում եւ այս պահին այստեղ չի, որ ինքը անձամբ գնա շնորհավորի, բայց ասեմ ձեզ, որ մենք պատրաստ ենք գնալ ու շնորհավորել շատ գեղեցիկ։ Այսօր մեր մեծ աղբեր Նորիկի ծննդյան օրն է եւ նա ունի անակնկալ դստեր ընտանիքի կողմից Կարինեի, նրա ամուսնու եւ իհարկե նրանց որդու Արսենի կողմից։ Գեղեցիկ անակնկալ ենք բերել, տոնական է Էշմիածինը, տեսեք ինչ գեղեցիկ է զարդարված, իսկ մենք գնում ենք գեղեցիկ անակնկալ անելու, նաև այս պատմության մեջ ծաղիկներ ունի մայրիկը, քնարիկ մայրիկը, ում նույնպես ուզում է շնորհակալություն հայտնի Կարինեն, որ նման գեղեցիկ կյանք է նվիրել իրեն եւ հայրիկին էլ լավ է պահում։ Սերն է թակավորում այդ օջախում, իսկ մենք գնում ենք սերը էլ ավելի թեժացնենք, էլ ավելի հաստատուն դարձնենք, քանի որ Կարինեն երկար ժամանակ է գտնվում է Եվրոպայում, իսկ նրա սերը ինչ-որ չափով բացակայում է օջախից։ Այսօր մենք այդ բացական կդարձնենք ներկա մեծ սիրով։ Եթե այս սվետաֆորի տակից անցնենք, էլ այս կարմիր լույսի տակով անցանք, արդեն այս կանաչ լույսի տակով անցանք, արդեն բոլոր դժվարությունները կմնան ետևում։ Ես սկի չեմ էլ ասում, որ մեզ հետ է այսօր իմ շատ սիրելի ընկերը, իմ Անուշ ախպերը, ում անունը չեմ ասի, լավ։ Զավեն չասի, մա տեսար, չեմ ասել, որ դու մեր հետ ես։ Զավենը չի ուզում, էլի որ ասենք, դրա համար ես չեմ էլ ասում, այնպես որ հիանում ենք Էշմիածնի գեղեցկությամբ, տեսեք ինչ սիրուն խաղողանման լույսեր են կախել, ավաղ այդ խաղողանման լույսերի տակով մենք չենք անցնի, որովհետև այս խաչմերուկից պետք է ձախ մտնենք։ Կարճիկյան փողոց են գնում, Կարճիկյան փողոցի բնակիչներ, հարգանքներս, մենք գալիս ենք ձեր փողոց գեղեցիկ տնավարի անակնկալ անելու։ Բարեկամներ, Էշմիածնի հրաշքն է ամանորյա, գեղեցիկ զարդարված, հիանում ենք ու գնում։ Մինչ կգա պահը պատվերն անելու, գեղեցիկ անակնկալ անելու։ Իսկ հիմա մենք ուղղակի շրջում ենք Էշմիածնում։ Ես եմ Վարդանը եւ էլի մի հոգի կամ անունը ես չեմ կարող տալ։ Բայց Զավենին շատ եմ սիրում, ես չեմ կարելի ասած անցնեմ անգամ, ինքը ինձ պարզ ասել է անունը չտաս։ Եվ ունեմ Հովանավորից գեղեցիկ մի ըմպելիք, որը ուժ է տալիս ինձ, ուրախացնում է եւ սեր է հաղորդում։ Այդպես լավ Հովանավոր մենք ունենք բարեկամներ։ Այս լավ կլինի էլ որ ունենանք։ Հələ որ չունենք, սպասում ենք Հովանավորին, այդ համարցակին ով կլինի տեսնես։ Ինչքան լավ է լինելու, քյութ է լինելու։ Բարեկամներ, մենք հիմա Էշմիածնի գեղեցիկ տոնածառի կողքին ենք եւ պտույտներ գործելով Էշմիածնի հրապարակում արդեն ուզում ենք գնանք ու հասնենք անակնկալին, որ անակնկալ անենք։ Բարեկամներ, քանի որ ես ու Վարդանը այսօր մենակ չենք, մեր ընկերոջ հետ ենք, ով խնդրել է իր անունը չտամ, ես այս Զավենին շատ եմ սիրում, իր ասածները կյանքում գետնով չեմ տվել ու չեմ էլ տալու, այնպես որ չեմ էլ ասում, որ Զավենի հետ ենք ու գնում ենք անակնկալ անենք մեր մեծ աղբեր Նորիկին, այսօր նրա ծննդյան օրն է եւ նրա դուստրը, ինչպես ասեցի ու նշեցի, Կարինեն գտնվելով Եվրոպայում որոշել է
Որը չի բացում։ Ասած կբացի, ասեմ կբացի։ Կարճիկյան 13 Կարճիկյանը ընկերներ եղել է Հայաստանի առաջին հանրապետության ելումուտի նախարար։ Պետության ելումուտի նախարար գալիս է մեր անուշ բարեկամը, որ բացի դուռը մտնենք, ինձ ասել է կասեմ կբացի։ Այսօր ծաղիկներ ունի նաև մեր տիկին քնարիկը, այնպես որ նա նույնպես դստեր սերը կզգա։ Ինչպես նաև թորնիկի Արսենի եւ ինչպես նաև շատ սիրելի Փեսայի սերը կզգա։ Ես արդեն ներս եմ մտնում, դուռը բացել են, հա բացել է նա, հելում ենք երկրորդ հարկ, հա։ Հա, այնա մարդա դուրս եկե, հեսա մեզ կդիմավորի, ստե տորթել կա գրած է շնորհավոր, հա։ Ձեր աղբերն է, ձեր աղբերը իմ աղբերն էլ է, Սերոպը, Սերոպ, աղբերը, Սերոպ ջան դու ես, կարոտել ենք ես աղբեր, ոնց ես, դե լավ, մենք հասել ենք տեղ, լավ։ Եկանք հասանք աղբեր, ազատ բարեկամ։ Մտել ներս։ Դու որ կողմն են նստած, աչ ենք անել, աչ ենք անել։ Այս բանը տելևիզիոն ժողովը չեն եկել, բայց երևի դրածա։ Հա։ Էլի, նա դու պրոստը բռազեկություն դրա համար բաներ։ Հա ես այդ ահագինված էր տամուտ եմ աղբեր։ Եկել եմ, կայնել եմ։ Դե ոչինչ, հյուրերը հենց որ կան, կտեսնեն, որ մենք եկել ենք։ Հա, մի հատ էլ դուր կա, պշուտ իմանենք կգանք կնստենք դու կխոսներ հանգիստ։ Մենք տեղյակ ենք, որ հյուրերը չեն եկել, բայց դուք ուրիշ հյուրեր ունեք, բարև ձեզ, մի հատ ծափեր տանք, հա։ Պրիկ մեծ աղբեր, քո ծնունդն է։ Անեցել պինդ նստել ես տեղը, սպասում ես հյուրերին ու քո հյուրերը եկել են։ Ծնունդը շնորհավոր, աշխարհի ամենալավ մաղթանքներ, այդ ինքնաբերաբար եկա ու կանգնա երկու սիրող սրտերի մեջտեղում, հա։ Բաժանեցի ձեզ ակամայից այդպես ստացվեց։ Դե հիմա ես միացնեմ նորից ձեզ, մոտիկ կանգնեք ձեր ամուսնուն։ Ես ձեզ բերել եմ ուրախացնեմ, երկուսիդ էլ։ Շատ մեծ սեր եմ բերել հերուներից, իսկ թե որ հերուներից երևի դուք արդեն գուշակում եք, հա մի քիչ։ Գուշակում եք թե չէ։ Մեծ աղբեր, այսօր քո օրն է, քեզ բոլորը շատ են սիրում, դու հարգված հայրիկ ես, պապիկ ես, անձնավորություն ես, ընկեր ես։ Ես ինչ-որ մեկի կողմից եմ եկել, ով ձեզ շատ է սիրում, հարգում։ Ով։ Գոռը։ Չէ, ես գոռը չեմ։ Իսկ լավ է, ես գոռը չեմ, ես Ստեփանն եմ։ Հիմա նայեք, երազանք պահի, ինչ որ ուզես կատարվելու է, իմացած եղիր, մեծ աղբեր։ Ամեն ինչ լինելու է հիանալի, առաջնակարգ, բարձրակարգ։ Դե մատ երազանք պահի փչի, քեզ անակնկալ ենք վերել, որ ուրախանաս։ Ուրախանում ես։ Դե երազանք պահի փչի։ Հա։ Դե փչի թույթա։ Ուզում եմ հավեր Ծափերը ով է տալու։ Նուկ մնա Քո երազանքը հաստատ կատարվելու է, որովհետև երկու անգամից եղավ այդ ամեն ինչը, դրա համար հիմա ես քեզ նվեր տամ։ Նվեր տամ, այս նվերը հենց բացես 99% կիմանաս ում կողմից է այս շնորհավորանքը։ Սերը ու հարգանքը։ Շնորհակալ եմ շատ։ Դե Ուղարկողից էլ Դե տորթը որ վերցրել եք, տարեք ես իրան նվերը տամ։ Հələ բացելի բաց տենանք ինչա։ Զգում ես չէ, ոսկի է, ոսկի սեր, հարգանք հերուներից հատուկ քեզ համար այս սերանից աշխարհում մենակ դու ունես։ Տեսա կտենաս ինչա, բաց։ Ծնողներից թանկ քաղցր բան Դե պտտի, այսպես ենք անում, ու ինչ այնտեղ։ Ինչա գրացել, տես ինչա գրված։ Լավագույն հայրիկին եւ թե ով է, ում կողմից է։ Օգնեմ որտեղից է։ Եվրոպական երկրներից Կարինեն, Ուլֆը եւ Արսենը, ձեզ շատ սիրում են։ Ես մեծանում եմ հայրը Ներկայացում ենք մենք ապավում։ Քնարիկ չէ, ձեր անունը տիկին քնարիկ։ Դուք էլ ունեք ծաղիկներ, բայց այս ծաղիկները ես չեմ տալու ձեզ, որովհետև ձեր կեսը, ձեր սիրողը, այս գեղեցիկ ընտանիքը ստեղծողը ձեր կողքին է։ Հենց ինքն էլ կնվիրի, նորիկ մեծ աղբեր, կարա չէ՞ մատ պատչես նվիրելու։ Սա ջիդյար գրկես մատը պատչես, որ սերը շատ լինի։ Ու չվախենաք, սա կրկոտ սեր է, կրակոտ սեր։ Սեր, որը հենց հիմա կպայթի։ Սիրում եմ քեզ իմ սեր անունը սարդ Ձեր երեխաները բոլորն էլ շնորհակալ են ձեր սիրո համար, այս սիրուն ընտանիքի համար։ Իմացեք սերը միշտ կա, սերը թակավորում է ձեր օջախում, ինչքան էլ իրարից հեռու լինեք, մեկը ձեզ շատ են սիրում։ Առողջ լինեք, որ գան, գրկեն ձեզ։ Հա? Դե մի հատ էլ փայլեր, ոսկի ու սեր։ Ձեզ լավ ով մաքրելու է, ներողություն եմ խնդրում, բայց այս պահը արժանի է այս պահին, հա։ Դե ձեզ լավ որ մինչ հյուրերը կգան,
Իսկ որ հյուրերը չտեսան, ապա չէ, Անուշ արեք, մենք գնում ենք, շնորհակալ եմ շատ, մեզ սպասում է Գյումրին։ Իսկ թե ինչու ենք գնում Գյումրի, հեսա կասեմ։ Լավ ենք անում։ Հա, էլի, լավ ենք անում։ Դե ձեզ լավ որ ոտներս խերով ձեր օջախ։ Ախպեր, չէ, այնքան վռազը եմ, հիմա պետք է հետեթամ Երևան ու փոխվեմ Գյումրի։ Դե ձեզ լավ որ։ Հարգելիներս։ Անով, ես է վախեցա։ Գնում ենք ուղիղ Երևան, այնտեղից էլ Գյումրիան։ Հետո Հունաստան, Եգիպտոս, այնտեղից էլ էլի Հայաստան։ Արա շատ լավ երգ են հորինել, շատ իմաստալից, տպավորվող, տպավորիչ եւ էմոցիոնալ երգ են հորինել մեր երգիչ բարեկամները, դրա համար անդադ հիշում եմ Եգիպտոս, Հունաստան, Հայաստան։ Գնացինք լույսերը անջատած լույսերը։ Օրի։ Վանուշ, շնորհավոր մեքենատ, բարեկամ։ Քիչ էր մնում մտնենք այս լյուկ Բեսոնը բաց էր։ Իսկ մենք հայ եթե ընկնում ենք մեջը։ Ախպեր, բայց այսօր ստից անցել ենք։ Ինչու չենք տեսել։ Ինչն էր պատճառը։ Միթե մաճառը, որը այդպես էլ չխմեցինք։ Հնարավոր է, գնացինք առաջ։ Բարեկամներ, հարգանքներս, ինչպես նկատում եք, մենք ասել ենք Գյումրի քաղաք լուր միշտ ունի ասելիք կամ Գյումրու անունը լսելիս մենք պետք է միշտ հիշենք, պատկերացնենք հզոր մարդկանցով բնակեցված բնորան, քաջերի բնորան, մարդիկ ովքեր տեսան անլռելի ցավ եւ մինչ այսօր ապրում են, ստեղծագործում, արարում, ուրախացնում, հումորներ հորինում, ստեղծագործում։ Այստեղ գալիս դու պետք է մի բան հստակ գիտակցես, որ չես եկել հերթական սովորական մի քաղաք, սա մեր վերածննդի քաղաքն է։ Հետո նոր մնացած հոմանիշներ այս քաղաքին վերաբերվող։ Այս քաղաքում մեր հայրենակիցները տեսել են այնպիսի ցավ, դժոխք, որը շատ քիչ մարդ կարող էր տեսնել ու ուժ ունենալ շարունակել ապրել։ Հիմա մենք այս հզոր քաղաքով ենք անցնում եւ ուզում եմ դուք իմանաք, պարտադիր չի գա դեկտեմբերի 7, որ հիշեք ու հարգեք այստեղ եղածը։ Գյումրի անունը լսելիս, ամեն անգամ միայն անունը լսելիս պետք է վերապրենք, հիշենք, ցավենք եւ հպարտանանք միևնույն ժամանակ, որովհետեւ անցել է երկար տարիներ եւ կյանքը շարունակվում է եւ այս կյանքը շարունակողները տեսել ու ապրել են այդ ցավը եւ ուժ են գտել իրենց մեջ նորից ապրելու եւ ապրեսնելու։ Այսօր մենք անցնում ենք Գյումրիով, բայց Գյումրիում չունենք անակնկալ, մենք գնում ենք Մեղրաշատ գյուղ, Մեղրաշատ, այնտեղ շատ է մեղրը եւ մենք պետք է համոզվենք, անպայման պետք է մեղր ճաշակենք այնտեղ, որովհետեւ մենք չենք գնում սովորական մեզ համար անծանոթ մարդուտուն, գնում ենք մեզ շատ ծանոթ, մեր կողմից շատ հարգված ու սիրված անձնավորության ծննդյան օր շնորհավոր ենք։ Գնում ենք Սուսաննա Աբովյանի ծննդյան օրը շնորհավոր ենք, նա մեր շատ հավատարիմ հետևորդուհին է եւ դեռ վաղուց նա մեզ համար շատ լավ բաներ է արել, այսօր էլ մեր հերթն է, որ գնանք նրան ուրախացնենք, նրա համար այս անակնկալը պատկերացրեք շատ հզոր է լինելու, նա չգիտի, որ մենք գալիս ենք, նրա հորաքույրն է կազմակերպել անակնկալը, իսկ մենք մեծ սիրով համաձայնվել ենք, որ գիշերվա 1000-ին, այսինքն 12:00 գանք ու մտնենք օջախ Սուսաննա Աբովյանին ուրախացնենք, մեզ համար շատ հետաքրքիր է նրա ռեակցիան, մնացեք մեզ հետ, որպեսզի տեսնեք, թե ինչ ռեակցիա ցույց կտա նա, որովհետև նա շատ է սիրում մեր տեսանյութերը եւ առաջին անգամ живой, по-русски говоря, живой տեսնելու է ինձ, իսկ հա կենթանի էլի, հա, կենթանի կտեսնի ինձ, իրական կտեսնի ինձ, Վարդան ինչս կծում դու ինձ անընդհատ։ Չփոշմանես Վարդան, էվակուատորը վկա։ Ձյուն է Գյումրիում ընկերներ, ձնառատ է, ձնածածկ, իսկ մենք մեր հոգիներում արևն է շողում ինչպես միշտ, գնում ենք շատ մեղր, որ ուտենք մեղր քիչ։ Շատ պետք չի ուտել, որովհետև մեղրը լուրջ էներգետիկա է իր մեջ պարունակում, գենետիկ կոդ է պարունակում, որ պիտի շատ չօգտագործես։ Մեղրը շատ էլի, ես ասեմ շատ մեղր, դե ես հոլովում եմ, ախպերս, իմ հոլովանքներին դեմ մի գնա դու։ Տեսեք ինչ գեղեցիկ են զարդարել, կարմիր կապույտ ծիրանագույն, այս համատեղությունը մեր դրոշն է, մեր եռագույնը, մեր գենը, մեր ամեն ինչը, մեր պատմությունը։ Գյումրեցիները միշտ էլ պահել են մեր պատմությունը եւ վառ օրինակ են, թե հայը ինչպիսին է։ Այնպես որ հայի գենը այստեղ լավ արտահայտված է, ինչպես որ մնացած բոլոր քաղաքներում, բայց այստեղ կրկնակի եռակի շատ։
դա հիշեք, չմոռանաք ու միշտ իմացեք։ Ինչքան էլ անցնեն տարիներ, կարող մի 100 տարի հետո մի երիտասարդ միացնի այս տեսանյութը ու լսի ինձ, լսիր բարեկամ, ինչքան էլ անցնի, հիշիր, Գյումրին հզոր քաղաք է, գյումրեցին հզոր մարդ է։ Սուսաննա Աբովյանը ուղակի ցնծությունից վերև է թռչկոտելու, վստահ եմ։ Ես գիտես ինչ եմ մտածել, գնում ենք այնտեղ, ես SMS-ով կշնորհավորեմ ծնունդը, կասեմ կներես, որ չեն կարողացել գալ, պատկերացնում ես, չէ՞ ոնց կասեմ, որովհետև այսօր Գորիս են գնացել պատվեր, հեռավորություն այնքան շատ էր, որ ուղղակի չեն կարող ֆիզիկապես հասցնել գալ ու պլյուս ձյուն է տեղում, ախր չեն կարող։ Մի խոսքով մենք կտեղավորացնենք այն հանգամանքը, որ չենք եկել ու ներս կմտնենք։ Կրկնակի երակի ուրախությունը կպատի նրան։ Այնպես որ ընկերներ, առաջին անգամ է, որ ինձ համար էլ առաջին անգամ է, որ գնում ենք, շնորհավորենք մեր հավատարիմ ամբողջ տեսանյութերը նայած մի անձնավորության ծննդյան օր։ Ու նա ինձ համար նվեր է պատրաստել, ընկերներ, այդ նվերը եթե հավանեք, դուք էլ կարող եք ունենալ այդ նվերից, իսկ նվերն է Հուդի Անուշ աղբեր։ Հուդիա վրան գրած Անուշ աղբեր։ Մեր սիրած խոսքը, մեր սիրած ասույթը այդ շորի վրա գրված։ Իսկ մեզնից աճ մեր հերոս տղերքն են, որ այսօր էլ կանգնած հսկում են մեր անդորը, մենք շնորհակալ ենք մեր բոլոր տղաներին, ովքեր չխնայեցին իրենց կյանքը եւ մեզ նոր կյանք պարգևեցին, նոր Հայաստան, նոր իրականություն, որտեղ մենք պետք է ու պարտավոր ենք ապրել արժանիք, որպեսզի նրանք վերևից նայեն մեզ ու ասեն հալալա ձեզ, հեսա մի հատ աղբեր էլ ստա նկարի հասցրեցիր Վարդան, թե ոչ, մեկն էլ ընդ է, մեր տղերքն են կանգնած ու միշտ կկանգնեն, ապրի այս նկարների հեղինակը, ես լիքը ուժ ու եռանդ, դու շատ ճշմարիտ աշխատանք ես կատարել, մեր տղերքը մեր հետ են, քո շնորհիվ։ Այն չհասկացողն էլ ուզի մտնելու է աշկը ու հիշի, իմանա, հարգի ու ապրի այնպես, որ մեր տղերքը մեզնից գոհ մնան։ Իսկ հիմա ձյունառատ Գյումրին է կադրում, հենց որ հասնենք շատ ամեղր, մեղրա շատ կկապնվենք։ Սառնախ բյուրից ջուր խմեմ, կարոտը սառնեմ, եղբայրը որ չկարոտեմ։ Տեսար 07-ը ինչ հավեսին խաղ տվեց հետույքով, հետույքակցություն արեց, ետնամասի սահանք արեց նա, արա էլի անում, հա, հոպ, չանես էլ, վախենում եմ, որոյ սապոսնի հա, բայց 07-ի շոֆերն ես պատիս մոշը։ Ֆարրատենն է, Ֆարրան, վաու, դες ձեզ ժոգի, ինչ մեր տեսանյութը, ով կճանաչի 07-ի վարորդին ռեսպեկտ։ Համարները կփակես հովանես, որ հանկարծ այդ բանը չբռնեն, էլի, նկարեն, ուղարկեն, ասեն, բռնեք, զրկեք նրան, նա կարգը խախտել է։ Դες բաներ չանեն, որտեվ Անուշ աղբերավարի արած ինչ արած, մենք էլ ուրախացանք, տեսանք այդ զրելիշեն ու ուրախացանք։ Սուսաննա, տես ինչ պատմության մեջ ենք ընկել։ Մեքենա ենք հրում, որպիսի դուրս գանք ու գանք քո մոտ։ Ծնունդի տուր։ Արա էսի չէ։ Այ քեզ բան, արա այդ ինչ փոսեր են, այ ախպեր է։ Եկե մտ սխալ տեղով ենք եթում հաստատ, արա։ Չոլերը հոչ ծակվա պագրիշկեն։ Լավ, հա, դե նստեք եթանք։ Այ քեզ մի բան, երկու բան, արա ես ու դերով է տանում էսի մեզի, հա։ Տանջում եմ եղբորս մեքենան, արա ես այդքան տանջվամ Porsche առնամ, որ դες վախտեր քշեմ, վեճից չլի, էլի մեկա պետք է ստեղեր ես խեղճ Altima-ով գամ։ Բայց մենք խնամքով ենք վարում նրան, Վանուշ, այնպես որ մտքովը չանցնի մտածես, բանը անխնամ ենք վերաբերվում նրա հետ, էլի։ Վայ իմ արևարը, ես ինչ քար են դրե։ Այդ վեր ցավը տանել, քար դնելու վախտեր։ Արա ես ինչ է տանում։ Բարեկամներ մենք ավարտերում ենք։ Արա այս նավիգատորը խախտվել է, չեմ ջոգում, չի ջոգի, որ մենք Altima-ով ենք։ Արա էլի քարերի մորը։ Մեղրաշացիներ, բարեկամներս, ես ինչ է լավ։ Հիշեք, որ ես այստեղից եմ անցել մի ցածր տակով մեքենայով ու սիրտս դողալով։ Դող է իմ սրտում։ Արա դե Porsche-ս դե պտիլեր էլի։ Ես ինչ այ ախպեր ես։ Հələ չետնք են դել вообще գրում էլի, այ ախպեր։ Հասնում ենք արդեն, նավիգատորը հույս է տալի մեզ, որ հասնում ենք գլավնի ճանապարհ։ Սուսաննա, կտեսնես, որ քեզ համար ինչեր մենք արեցինք այսօր։ Հենա, արա, ավտո է երևում, ջան, պրծանք։ Դենում ես, որ ասում էի ճշմարիտ է մեր ճանապարհը, չէիք հավատում տղերք։
Հավատ ունեցեք։ Գետնի մանանեխի կաթիլի չափ հավատ ունեցեք։ Հատիկ է, ասում եմ կաթիլի արա։ Ուզվել եմ ես ինչեր եմ խոսում։ Այ քո արա։ Կա այստե լրի պռով մաստեր պետք է անենք։ Լրի, հա, ջոգիր, էսի ինգեր, էսի պետք է ես դասեր տամ ջոգիր։ Ջոգիրը ինչին բրով անցան օր։ Օրը շատ էր բարդ, հա։ Ու այսքան ճանապարհ անցանք առանց որևիցե մի հատ դեղկոցի։ Օրը չէ, ախպեր չեմ խփի, всё, էլանք։ Ողջույններս, լայք եք, տեսակ ինչերի մեջով ենք անցնում, քրտինքը տվեց վերես արայի մարը։ Գնացինք բարեկամներ։ Ողջի Սուրբ Աստվածածինն է, ընկերներ։ Այս թարավ գյումրեցիների նման ասեմ, այս թարավ առաջի անգամ կուկանք, անծանոթ է ճանապարհը ու վախեցնող։ Ինչպես նկատեցիք, սխալ տեղ էին գնացել, հիմա էլ է երկու տեղ կիսում ճանապարհը, որտեղով եթանք։ Հուշիր ինձ։ Չէ, այս մեկն ավելի լավ է։ Որը կանաչ է, կանաչով ենք եկել, всё, պլյուսները դուր։ Բարեկամներ, ողջույններս, մենք ձեր մոտ առաջի անգամ ենք եկել եւ մեծ սիրով ենք եկել, կապ չունի որ ձյուն է ու վտանգը շատ։ Մեր ճանապարհները միշտ ճշմարիտ են եւ հասնում են ճիշտ նպատակակետին, ինչպես նաեւ հետ են գնում։ Այնպես որ հավատ ունեցեք, հավատը պահեք ձեր սրտերում, ձեր հոգիներում եւ մեծացրեք, շատացրեք այնքան որ ուրիշներին էլ հավատներ շնչեք ու մարդիկ հավատան։ Հիմա մենք այս դժվարին ճանապարհով, գիտեմ հեշտ ճանապարհ էլ կա, բայց նավիգատորը ճանապարհացույցը մեզ երբեմն սխալ տեղերով է տանում, բայց մենք չենք հուսահատվում կամ վհատվում, որովհետև հայ ենք ու պայքարելու շնոր ունենք իծներ տրված, այնպես որ օգտագործելով այդ շնորհը մենք գնում ենք առաջ։ Ճանապարհները այստեղ հին ասֆալտներ են, լատոկները շատ է, փոսերը, բայց հաղթահարելով գնում ենք առաջ, գիտակցելով որ այստեղ մարդիկ են ապրում, ամեն օր օգտվում են այս ճանապարհից եւ դիմանում են։ Մենք էլ մի անգամ ենք եկել, ինչ այլ է որ չդիմանանք։ Գնացինք առաջ։ Ողջի, մտանք ողջի, այսինքն նորվա եկեղեցին ես սխալ եմ ասել, այդ բնակավայրի անունը Հայկավանն էր, Հայկավանի Սուրբ Աստվածածինն էր։ Հիմա մենք գնում ենք ողջի միջով, ողջին շրջանցելով կամ միջով անցնելով գնալու ենք, տես արդեն նոր տարվա շունչ է զգացվում, նենա կապուտ լույսեր են այնտեղ թարթում, տեսանք։ Հա, տեսանք։ Ու ընկերներ, հիմա այս ճանապարհներով մենք կգնանք հասնենք մեղրը շատ, որտեղ մեղրը շատ է ու մենք կհամտեսենք այդ մեղրից։ Պատկերացնում ես, ասեմ մեղր չունենք։ Բան չէ դու անում մեղրը շատ է դեպքում։ Ոնց էլ է տանում, բայց եկեք լոգիկայով ուղիղ գնանք։ Գնանք հասնենք Մշո դաշտեր։ Այսպես որ ուղիղ երկար գնաց կհասնես Մշո դաշտեր, կանաչ մանյակ դաշտերը։ Միանշանակ կար ավելի հեշտ ճանապարհ, բայց մենք քանի որ ծանոթ չենք տեղանքին, Մշո դաշտեր են գնում այսպես հողաշեն ճանապարհով ու գնում ենք ընկերներ, նորմալ էլ գնում ենք հավեսով։ Գնանք հասնենք Մեղրաշատ։ Սասուն մտնիկ բան, մուշալ աշկեր տարդահան։ Մեր տնկնակները մեզ հասցրեցին բյուրական հարգելիներս, մենք հիմա բյուրական ենք մուտք գործում, որ գնանք Մեղրաշատ։ Օրա սառելա, -3 է եղանակային պայմանները, բայց մենք գնում ենք մեծ սիրով, որովհետև ճշմարիտ է այս ճանապարհը, ընկերներ։ Գնանք, ես էլ է երկու տեղ տանում, թեստից ձախ ենք մտնում, ձախով։ Всё, գնացինք բարեկամներ։ Երբ որ գիտես ուր ես գնում, ճանապարհի բարդությունները պետք է հաշվի առնես եւ դիմանաս ցանկացած բարդության ու գնաս առաջ։ Այդտեղ արդեն ցիվիլիզացիայի հոտը գալիս է։ Լատոկների հոտն էլ, ահա, լավ է։ Գնացինք բարեկամներս, գնացինք, մենք չենք հանձնվում։ Մնաց ընդամենը 23 րոպե, որ հասնենք Մեղրաշատ ու անակնկալն անենք։ Թեկուզ որ յանի 12-ից 10 մտնենք, աղա Սուսանան մեզնից տեղանա, չի նեղանա։ 10 րոպե ա մնում։ 18, 8 Շատ լավ է բարեկամ, շատ լավ։ Հիանալի։ Հաստ ինչն ասուն, այս երկը նորից դիր էլի։ Հայոց ժողովրդից ծնված, սրտից դուրս եկած հայրենասիրական երգ ենք լսում ու այս երգի մեջ կա մեր գենետիկ կոդը, դրա համար էլ մեզ լավ ենք զգում ու գնում ենք առաջ։ Չենք վախենում ոչ մի դժվարությունից բարեկամներ, գնացինք։ Հզորություն։
Հերվում նշմարվում է Մեղրաշատի լույսերը, ընկերներ։ Մենք հասնում ենք արդեն, մնաց 1 կիլոմետր։ Ես վստահ եմ, որ կա ուրիշ ավելի լավ ճանապարհ, մենք եկանք Բարդով, բայց առաջի դեպքը չի ու վերջինն էլ չի, այնպես որ չենք վհատվում։ Գնում ենք Մուշ, Սասուն, Արդահան։ Եվ ես հենց նոր զգացի Արևմտյան Հայաստանի համնուհոտը, որովհետև մենք առավել շատ ենք մոտենում։ Մեղրաշատ ընկերներ, ես ուզում եմ, որ այս ցուցանակը փոխվի, ճանապարհը նորոգվի, որ մենք մեզ լավ զգանք։ Երևաց որ Մեղրաշատ ենք։ Մեղրաշատի մեղր բնակիչներ, հարգանքները ձեր քաղցրության դարդից եկե հասել ենք ստե, որ զգանք այդ քաղցրությունը ու հետ գնանք մեր Եղեգնաձորը, որտեղ խնձորն է շատ։ Մեղրել կա, բայց ձեր մեղրի չափ չի լի, էլի, որովհետև ձեր մոտ այնքան շատ է գրել ենք Մեղրաշատ։ Օրա ձախից դաշտերն են մշո։ Նայ ինչ դաշտեր է, նայ երևում է։ Արա գեղեցկություն։ Նախանձելի գեղեցկություն։ Հա ոչինչ, ասեն զանգեն կլնի։ Ռուզաննա քույրիկ։ Այո։ Այդ որ համար բան եք գցե, զանգեն, բացատրեք ճանապարհը։ Ինձ հեչել պետք չի ձեր բացատրած ճանապարհը, որտեղ ես արդեն Մեղրաշատում եմ։ Քաղցրության հոտն էլ գալիս է։ Բա ուր գամ հիմա։ Բարեկամս ես Մեղրաշատում եմ, ես ինչ մեղրի հոտ է գալիս դեից։ Արդյունքի Մեղրաշատ։ Ախպեր գիտես որտեղով եմ եկել, այն դաշտերով եմ եկել մտել, թե սաղ տեղերն էլ դաշտով են գալի ձեր մոտ։ Չէ, պրոստը դու ճամփից թեքվել ես։ Այ դաշտով եմ եկել, ախպեր ես մի խոսքով։ Օ, GCB-ա թե սովետական։ Սովետական։ Հա, ու սիրուն, սարքած ա ուրեմ, վիզա դրած, որ համով էլի, էլի, մեղր էլի։ Ախպերս հասանք դպրոցնա, որնա չգիտեմ, հերոսի նկարով։ Մեր հերոս ախպերն է, անուն ինչ է։ Արման անուշ ախպերը, հե? Աչից պտի մտնեինք։ Չէ, վիշկայի մոտ ենք հիմա։ Հա, ուղի եկեք ախպերս։ Գալիս ենք ախպերս։ Բայց այս յուղը երբ են ուզում ասֆալտա պատեն ախպերս։ Մյուս տարի։ Հա, մյուս տարի արդեն ասֆալտ կլինի։ Թարս էր էլի, պրոստը Արևմտյան Հայաստանի հոտն էլ է գալիս դեից արդեն։ Հա, ուժեղ է, մեծ յուղ է էլի, այս փոքր յուղ չի։ Օրես ինչա, չոբանային շուն է էսի։ Սի գայլա շունը ախպեր, գայլեր ունեք դուք ստե։ Լիքը։ Քան տարեկան եք։ Ես։ Չէ, գայլեր ախպեր։ Այս ինչի մանամ ախպեր։ Դե գալիս եք լավ ախպեր, հեսա դու մեր ձայնը կլսես։ Ախ թե Պորշով լինեի բարեկամ։ Սա յուղը կզարթներ հիմա։ Այդ դիքը պետք է հելնես։ Հելնեմ։ Ծախի վրա։ Հելնեմ, ապե վերևի լույսերը տեսա։ Սպարտակ, արի բաց։ Ահա, ուժեղ է։ Հզորություն, ախպեր, հզորություն։ Ես ուզում եմ ձայնային գցեմ, ասեմ Սուսաննա ջան, շնորհավոր ծննդյան տորը, ներող կլնես, որ ես շատ եմ ուզում գայի, որ սենց եմ շնորհավորում ներող կլնես, ես Գորիսի կողմն եմ, ձունանդե չեմ կարացել գամ։ Եթե գիտի, հաստատ գիտի գալու եմ, այդքանը չանեմ, եթե չգիտի, խափեմ նոր գամ։ Չէ, մենք ես որ չեմ ասում։ Հələ ասեք ով ասե։ Բայց ասա մտնելս ասելու ես տենց գիտեմ պետք է գաս։ Ես ուզում եմ մուտի տանեմ նոր էլի։ Ոնց տեսել է։ Հա, լավ է արա, տեսավ։ Որ տեսածել էր հիմա քիչներս տե իմ արել, չէր իշնի։ Իմինս տաս լացու բաշ։ Հա։ Բարեկամներ, փաստորեն ախպերս կայքարակս վերցեմ, նոր տորթես վերցեմ, հա։ Բարեկամներ, մեզ ասած տեղեկություններով Սուսաննան արդեն նկատեց մեր շարժը, հետևաբար մի քիչ իմ սպասածը չի լինի, բայց որ նա կհուզվի, դա փաստ է, այնպես որ ոչինչ։ Գնացինք։ Մշո դաշտեր, շողն է պատել, դաշտերը կանաչ մանյակ, հարցերի մել, ասիմ, օ, լուսամուտից չի երևում։ Դու ասիր նո։ Լուսամուտը բաղալած ասի, չէ։ Նո։ Ինչքան էլ ասես, նո, գալու եմ, նո։ Դա չէր երկում ախպեր, ես վերջ այդ տաղերքս երկեին անը, չէ։ Այսպես սուս մտեք, որ շախուր չլնի, էլ այսպես մտեք, այսպես։ Հա, այսպես շատ լուր գնում ենք։ Շատ լուր գնում ենք։ Ախպեր տեսել է, սաղ տեսավ, վсё։ Ես ուզում եի տես չլներ, ինչի տես, որը իսի թուլ է։ Սկսած անդը, հա։ Ախպեր շուտ են շնորհավորում, մենք 5 րոպե ունենք, 5 րոպե այսպես առնենք կայնը։ Արդ որ չտենը, այդ տեսած չլի, ես չեմ ուզում որ տեսած ըլնի։ Դուրը մատի։ Հա? Մատիկից դրան։ Չէ ախպեր, կգա։ Բայց արի ձգենք ենքան մինչև ինքը գա, էլի։ Որ մտածի սախալա տեսը մենք չենք։ Թույք ու սավիզոններ նայում ավտոբանով սա գիտի, ես հիմա նայստից ձև կա նայել ուստը չէի գա։ Շուններ գխենգեդակ չուներ։ Հիմա իրա մոտ հաս չի առաջացը, եթե տեսել է եկել ենք
Արես մտածել էի մտածես շնորհավոր եմ on-line։ Մուտի տանեմ, որ ես ուզում էի գալ չեմ եկել, նոր գայինք մտնենք ու вообще ուրախանալ։ Դե ոնց է չելի ինքը սրտի խորքում գիտել էլի որ գալու է։ Լավ ծնունդ են անում։ Լավ մարդու ծնունդ։ Հենց հիմա նշում են։ Մենք էլ ենք եկել, ես բարդ ու դժվար ճանապարհ եմ։ Հիմա ես որ եթամ են ներքև օպը տիշեմ եթամ։ Հա։ Ապեր հորթուրի կողմից ենք եկել, մեր կողմից ենք եկել, մենք ադուշ ենք եկել էլի։ Ես գծի մատ ջրի չռոց էր պետք մի հոգի ստել էր, որ ինձ կանչեր կարանեք գայի թե չէ։ Ես ոնց եմ գալի ախպեր։ Ուրացել էի որ այսօր պետք է գամ։ Ես գիտեմ վաղը պետք է գամ։ Որ էսի շփուր են անում։ Էսի որ սախմեմ ծնգալու է, ծնգոց է թագա։ Կարաս ծնգսս։ Հա։ Ծնգում է ինչ է։ Ապեր բայց այդ շխուրի մեջ մտնենք, հա։ Արա Երանի տեսած չելի, էլի։ Դա տեսած չելի որ լավ է, էլի, հա։ Էս ինչ լավ ծնունդ եք դուք անում։ Էդ որ ծնունդ եք անում, այ հիմա ենք ծնունդ անում։ Դու չգիտես մենք ինչքան դժվար ենք եկել ասել, բայց եկել ենք քո ծնունդը հատուկ շնորհավորելու։ Ես լիքը լավ բաներ ենք մաղթում։ Դու տեսել էիր մեզ, թե չէ։ Չէր տեսել։ Լավ ավա, ուրախ եմ մենակ։ Ասի որ կատարվելու են քո բոլոր երազանքները։ Հա, հավատա, մենք ենք եկել, հա։ Ուր են ծափերը։ Ես վերցրու։ Քեզ կրկեմ ամուր կարոտով օրորեմ Ես քեզ չէի գրկել։ Չէ։ Հեսա սաղիտ գրկել եմ ու չեմ գրկել։ Արի ես քեզ գրկել։ Երջանկության արցունքները կամաց հոսում են ցած Լուրջ։ Вообще չէի տեսել, բա ինձ ասին տեսել ես, թե չէ ավելի կուրախանայի ես։ Եկել ենք քեզ ուրախացնենք, հենա ուրախացել ես։ Հա, նվիրի, դավայ, մատե գրկի։ Մեկ։ Հա։ Հələ, դավայ, էտել տուր։ Երազանքի Պար պատրաստել։ Էլի նվեր։ Ասել որ արջուկատեր դարձար։ Էլ չկա նվեր, ես նվիրեմ հիմա։ Պատրաստեք նվիրում ենք։ Վերցրեք էտի։ Ես էլ քանի որ դու շատ ես մեր տեսանիքները, ես կնվիրեմ, չեմ կարող ես նվիրի։ Որ ուրախ։ Երջանկության լույսով փայլի Առողջ լինես։ 16-ը դառնա 116։ Ու կդառնա։ Հա։ ամենանուրբ ծաղի Նստեք, դրանք ինչ ենք անում։ Տեսար ինչ լավ է, լավ։ Նկարի որ հուզվել ենք նա, հուզմունքի մեջ է։ կամաց հոսում են Աշկիրից պստում արյա։ Բա եկեք մտ նկարվեք սաղը։ Ոնց ես։ Ոնց ինչ է։ Տիգրան։ Ոնց ինչ է։ Վարուս։ Վարոսն ես։ Ոնց ինչ է։ Հովսեփ։ Հովսեփ։ Աղջիկների անունները չեմ հիշել։ Հե։ Քո անունն է թե իմ։ Քո անունն է։ Ռաֆայելը բադուով ես։ Գևը։ Դու Գևն ես։ Հա Վարդանն է սիրում։ Մտ Վարդանին գրքի դե։ Վարդանի գրքի որն արմոտ է։ Ապե թող ես նկարեմ մի հատ։ Էս է Վարդանը։ Հա։ Всё, ой, շոկ է, շոկ։ Ինքն է նվեր ունի պատրաստած, կարա սիրում։ Ուր է նվերես, բեր, ագին ժամանակ է պատրաստ է այդ նվերը։ Ես հիմա սպասում եմ իմ նվերին, ոնց ասել է։ Ես ասել եմ բոլորին, որ նվեր եմ ստանալու էլի, հա։ Ես ով է կպցրել։ Բա որ քաշեք ներկը պոկվի։ Սոսիկ, ինչ ես կպցրել, բա որ քաշես ներկը պոկվի։ Փորձենք։
Փոկվավ։ Մի հատ նվեր չի։ Դե բանաստեղծություն կա։ Né? Տամ քեզ էտի, առ ախպեր, ես էլ իմ։ Ես էլ որ ինձ ուղարկել ես էտ, հա։ Եսի ում հետաքրքիրա կադրը ստոպա տալի կարդում է։ Ում կհետաքրքրի, չէ, Վարդան։ Երևաց, թո ստոպտան կարդան, պասում եմ։ Всё, երևաց, ապրես, եսի պայլը տնամ, այսի ամենակարևորն է, եսի հիմա հակնել են, նայ, ես մեր բրնենք են, Սիրունա, սազմա, հա, ծավ տվեք, ապրես, դե արինատ գերկեն որ Միշտ կանաչ, բայց այսօր սպիտակ է լավ ճանապարհս, հա, այսօր սպիտակ է ճանապարհս Ես էսի պտի հակնեմ։ Իմենա Մանուշ ախպեր այս շորից նա կդզվի ուղակի։ Բրենդ, որը ստեղծես մեր Սուսաննա Ապոպյանը։ Ուրա, լավա, Սիրունա։ Առաջին ես եմ ակել, շոտ Սիրունա էլի, հա։ Լեսվում է էլ ձեն ես գողռում եմ։ Դե ինչ եք շարվետ ես, նստեք հələ, նստեք։ Ախպեր ես ես թազա տաղա եմ։ Ուրա բա, հակ է արի մոտ ես։ Ախ ես են նենցակ։ Չէ, ինքը նստած երեք լացել եմ, ես իրան թակունացի, որ պտի կա ես ասեմ։ Հեսա, գտել ենք մեղավորին։ Հատու լացեր ինչ անենք, թո մի քիչ լացեր էլի, մի օր էլի, բայց պատկասնես չքան կուրախանար։ Չէ, մեղքեր։ Ես գալու էի, անկախ ամեն չես գալու, արի, Անուշ ախպերները ստեն։ Նայեք, եթե ուզում եք ունենաք Անուշ ախպեր շոր, ձեր ուզած շորը, զանգեք, պատվիրեք կունենաք։ Այսօրվանից դու էլ ես ուզում։ Ախ դու չունես ախպեր, մենք ունենք մենակ, տես։ Սիրունա, բայց դու չունես։ Դու չունես։ Ես ունեմ, դու չունես։ Ստե չի, բագետի։ Չգիտես։ Հələ կանտենամ ես քեզ կարամ, օրը չեմ կարող։ Շատ լավ է։ Արի ախպեր ես քեզ կգերկեմ, արի, այսպես կանենք, այսենց որ Անուշ ախպերներն Երևան։ Ապես մեղրաշատի մանդարինն է։ Մեղրաշատ, բարի։ Հա, ես մեր մանդարին։ Ախպերներ, կույրիկներ, լավ մնացեք, մենք էլ գնում ենք, դուք էլ եք գնում։ Նվերները, շորերս բա։ Ուր է իմ, վերխը, հենա։ Տուր։ Այ ոնց են է պալի տարը մեր պլաններ արա չասեք էլի, ես ուզում եի քեզ մատ ուժեղ անակնկալանի, վախացնեի։ Ես ուզում եի, ես նման միտք ունեի, որ խափեի մինչև վերջ նոր անակնկալ։ Սա վերցել եք իմ վեշերը, հա։ Մեղրաշատի մեղրը սպիտակ ընկերներ, 5% հա զարյատկան, դնա զարյատկի բան անենք, հեսա մատ մինչև 3 Հա էլի, աշկիս մրսելու ես։ Դες բանը ախպեր դես մարդը նոյեմբերյան երբ հա մնացես ավաղ ստեյել է։ Դա բե ծուրտ ա մինուսավոյ կլեմայա։ Նորմալ եկել է, էլի դուր ես եթում, բա դուր ես եթում, ձուկ բրնելու։ Երեխեքի չնայեմ ներքև գով։ Ուրա, հերու է ատեղը։ Գյուրի մեջ է։ Կմրսեք, ձյունացած կդարնակ։ Ախպեր ես ես բան մեղրս պայ էլի։ Երեխաներ զգուշ կլինեք, չսահեք։ Մեղրաշատում մեղրը շատ էր, ինչպես նաև պոպոկը, ինչպես նաև ձյունն է շատ։ Հետևաբար բարեկամներ, ես մեղրաշատում մեղր ուտեմ մի քիչ։ Դեն նետեմ, որ ձեր սա բնական է, կգան կենթաներ կուտեն և շարունակենք մեր ճանապարհը դեպի Եղեգնաձոր։ Այո, գնացինք Եղեգնաձոր։ Բարեկամներ,
Հիմա չգիտենք, որ յուղում ենք, յուղը անն ինչ է։ Ողջինը ոնց։ Ողջինն է ոնց որ, ողջի տոնածառն է կադրերում, ճանապարհը ընկերներ, տեսեք, իս ճանապարհներով են երթևեկում, իսկապես տխուր իրավիճակ է, ես կուզենայի այստեղ ճանապարհ լիներ, որովհետև ահագին մարդիկ են այստեղ ապրում, շատ են ու այս ճանապարհը կոնկրետ փրկություն կլիներ։ Հիմա մենք դանդաղ մեզ համար գնում ենք ձյուն է տեղում ռոմանտիկա։ Մեզ առաջարկեցին մնալ, բայց քանի որ չենք կարող մնալ, հետ ենք գնում Եղեգնաձոր, բա ինչ անենք, ոչ ենք մնա, հետո մնացած գործերը դուժեն, ոչինչ։ Ամեն դեպքում մենք շատ ուրախ էինք ու հպարտ գտնվելով Մեղրաշատում։ Մեղրաշատում մեղրը շատ էր, մարդիկ էլ մեղրի նման քաղցր, անուշաբույր եւ օգտակար։ Մեզ լավ դիմավորեցին, հյուրասիրեցին, իսկ հիմա մենք գնում ենք հետ։ Ճանապարհները հարցական են, բայց մի բան հաստատ է, ճշմարիտ ճանապարհը ունի ընթացք եւ նպատակակետ, որին մենք կհասնենք։ Գնացինք։ Արցունքները կամաց հոսում են ցած, երազելով զույգ սրտերը օրորվում են սիրահարված, իմ աղջական ոնց ես ասում, ջերմակ հարսի շորը, ասես լինի նա երազում, են ամենակաղցար օրը իր կյանքի երազանքի